ծեր մեջ են, ոգեգոչելու ապրիլ 24-ը։ Սակայն այսօրվա թեմաս և թեփքերը, որ պիտի պատմեմ, պետք ունենք Աստծո Սուրբ Հոգին, որպեսզի կարողանանք հասկանալ, անհամար աղոթենք։ Արագորյալ գետնավոր հայր, նախ շատ շնորհակալ եմ, որ 111 տարիներ ետ ցեղասպանության են, մենք այլովին հոսենք և ամուր կմնանք մեր հավատքի մեջ, քանի որ մեր առաջնորդ ու դերը Քրիստոսն է։ Շնորհակալ ենք, որ մեր համար ծառայություններն Իսաբակայի և քո ծառայությունները միշտ փայ են։ Շնորհակալ ենք, որ դարավին այսօր կվայելենք հայ սերունդը և մեզի ինչպես աշխարհի մեջ ջանցուցիր իբրև աշխատասեր և քրիստոնյա հավատացյալ ազգ դարավին կմնանք։ Խնդրեմ, որ Սուրբ Հոգիդ տվես այսօր մեր մեջ, որպեսզի բոլոր դեպքերը և նյութերը, որ պիտի արձանենք, հասկանալի և հասանելի լա բոլորին համար։ Մենք մեր թադը դանցնենք քեզ ով Աստված, քանի որ թուն, ճշմարիտ և արդար Աստված ես։ Կխնդրեմ, որ մեր մեջ քո Հոգիդ գործե, որպեսզի հասկանանք մեր նյութը։ Այս պատկամը թող հարավարեց քեզ ով Աստված և մեր հոգիներուն և միտքերուն լույսը լա։ Սյամինով, ամեն։ Սիրելիներ, հապի իր նեղության օրերուն շատ հարցումներ ուներ, իր դարավանքներում մեջ շատ հարցումներ հարցուց Աստուծով, բայց Աստված իր պատասխանները տարբեր էին, իր հարցումներում պատասխան չտվավ, այլ իր հայացքը ուղեց թեպի իր մեծությունը։ Եվ մենք ալ մեր այսօր այդպես վիդանենք, իմ պատկամս վիդի սկսին, մեր հայացքը ուղելով Աստուծո մեծության վրա։ Սկիզբեն Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց։ Հետո ըստավ լույսը լա, ու լույս եղավ։ Աստված տեսավ, որ լույսը բարի է։ Ու լույսը խավարեն զադեց, ցորեկ ու գիշեր անվանելով, իրիվում ու արդու եղավ, առաջին օրը եղավ։ Եվ Աստված երկրորդ օրը ջուրերն ու ցամաքները իրար մեզ զադելով, երկիր ու ծով կոչեց զանոնք։ Աստված տեսավ, որ բարի է։ Աստված ասավ, խոտ, հուսեղեն և բտղալու ծառեր թողլեցնեն երկիրը։ Ու Աստված տեսավ, որ բարի են երրորդ օրը լալով։ Աստված ասավ, երկինքի մեջ լուսավորներ թողլան և ստեղծեց արևը, լուսինն ու աստղերը, որպեսզի իշխեն ցորեկվան ու գիշերվան վրա։ Եվ Աստված տեսավ, որ բարի են, լալով չորրորդ օրը։ Հինգերորդ օրը Աստված ստեղծեց ջուրերու մեջի ցուգերը, կենդանիները, երկինքի թռչուններն ու երկրի բոլոր տեսակի անասունները։ Եվ տեսավ, որ բոլորը բարի են։ Եվ վեցերորդ օրը Աստված իր պատկերով ստեղծեց մարդը, արու և եկ ստեղծեց զանոնք, և օրնեց զանոնք ասելով, աճեցեք, շատցեք ու երկիրը լեցուցեք, և իշխեցեք ծովու ցուգերուն, երկինքի թռչուններուն և բոլոր կենդանիներուն վրա, բայց ոչ մարդուն վրա։ Օգտվեցեք բոլոր ծառերեն իբր գերագուր։ Ու այնպես եղավ։ Իսկ յոթերորդ օրվան մասին հետո վերջավորության պիտի խոսիմ։ Եվ Աստված իր բոլոր ըրածը տեսավ, և ահա շատ բարի էր։ Եկեք սիրելիներ, վարյանը մեր աչքերը խոցենք, որպեսզի լրջորեն հասկանանք և ըմփոշխնենք այս մեծ ստեղծագործությունը Աստուծո։ Եկեք երևակայենք, թե ինչ գեղեցիկ դրախտը ստեղծել էր, որում վրա իշխան դրած էր մարդ արարածը։ Եվ ինչի այլոց լսենք Աստուծո ցայնը, որ գարցականքեր ասելով ամեն բան բարի է։ Եվ հիմա բացեք ձեր աչքերը և տեսեք, թե ինչպիսին է այսօրվա մեր աշխարհը։ Բարի ուր և մենք ուր։ Մարդ արարած Աստուծո հարության փոխադարձ ուղղակիորեն չարի հաստուցած է այս աշխարհին, որ մեր դերը շատ մեծ սիրով ստեղծած էր։ Եվ Տիկին Աստուրյանը զիս հոսորավիրեց, որ այսօրվան պատկամը ես պատրաստեմ նվիրված ապրիլ 24-ին արիթով, ես նախ դադամսեցա և ուզեցի անգել ձորեն մերժել։ Քանի որ այսօրվան աշխարհին վիճակը նայելով ես ամոթ զգացի, թե ինչպես կրնամ արհամարհել այս աղետները, որ կպատահին աշխարհին 4 կողմերը, և այդ բոլորը անդեսելով ինքնակենտրոնացած ոգեգոչեմ միայն հայոց ցեղասպանությունը։ Երբ փաստորեն այդ ցեղասպանությունները այսօր ադագավին կգտնվին, թեկուզ հայոց հանդեպ չէ մասնավորապես, բայց և անպես մարդկության հանդեպ։ Եվ չէ որ Աստված բոլորին կսիրե և կուզե որ մենք ալ նույն անենք,
Ուրեմն եթե այսօր ես խոսի միամետ ցեղասպանության մասին, ես արժանի չեմ Աստծո զավակը կոչվելու։ Բացի Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որպեսզի ամեն ով որ անոր հավատա չգործվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Մասնավորապես հայերը ոչ։ Սակայն սա չնշանակել, որ բոլորը միմորնանք մեր պատմությունը կամ անարդարությունն ու դարաբանքը, որ հալածած է մեր հայ ազգին քարեր շարունակ։ Հիմա ցեզի պիտի դամ երևակայական հերաթիտակներ, դրեք ձեր աչքերուն վրա, և պիտի փոխանցեցի թրեք, և պիտի միասին խնդրեմ, որ միասնապար հայոց ցեղասպանության թեփքերը նույն հետիլանգին շատ մոդեն տիրենք, և երկալով աստիճանաբար մեր հերաթիտակները հերացնելով մեր հայացքը հասնենք մինչև մեր այս օրերը։ Լաց ու ոց ամեն կողմ, սոված մանուկներուն ջիջը գլեցներ դերսորի ճամփան։ Մինչ Օսմանյան զինվորը խրբաճը ցերկը աչին ու ցախին գահարված է, որ շուտով շարժին և հարաճ քարեն առանց հանքադելու։ 1915-ներ հայոց տեղահանությունը։ Անգյա մի քանի ամիսներ առաջ պատերազմը սկսած էր եվրոպական երկրներու միջև, որ արդեն դարձած էր համաշխարհային ծավալով։ Հայերը մոնզող կացին այդ համաշխարհային առաջին պատերազմին, որոնց ընթացքին բադահած հայոց ցեղասպանությունը ճանաչվեցավ 20-րդ դարու իբրև առաջին ցեղասպանությունը։ Օսմանյան կայսրությունը թավաճանեց խումբ հայ մտավորականներուն, որոնք աշխուժ ձևով կգործեին Օսմանյան իշխանության համար։ 1915 ապրիլ 24-ի գիշերը անոնք ձերբակալեցին հարյուրավոր մտավորականներ և հետո անոնք սպանեցին։ Իսկ թե ինչու մտավորականները, որովհետև անոնց մեջ շատերը գաբրեին և կգործային Կոստանդնուպոլսո մեջ, որ այսօրվան Ստամբուլն է, և մշակութային մեծ կենտրոն եղած է։ Հայերը միշտ մեծ թեր ունեցած են այդ մշակույթին վրա։ Անոնք եղած են համայնքի առաջնորդներ, քրողներ, ուսուցիչներ, բժիշկներ, իրավաբաններ, լրագրողներ, եկեղեցական և հասարակական գործիչներ։ Անոնք մեծ ազդեցություն ունեին ժողովրդին վրա, և ահա թե ինչու սպառնալիք համարվելով թիրախ դարձան Օսմանյան իշխանության։ Այս բոլոր բարականերուն վրանալ ավելցնենք այդ կարևորագույն իրողությունը, որ այդ շրջանի մեջ միակ քրիստոնյա ազգը հայերն էին։ Թշնամին մտածեց հետևյալը. ավելի լավ է, որ մեկ փոքր ազգը հայը ոչնչանա, քան թե ամբողջ մեծ իշխանությունը, այսինքն Օսմանյանը, դաբալի անոնց պատճառով։ Ճիշտ նույն բանը, որ պատահեցավ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, երբ անոր համար ըսվեցավ Հովհաննես 11:50-ի մեջ, ավելի լավ է, որ մեկը մեռնի, քան ամբողջ ազգը, այսինքն հրեան, կորսվի։ Ավելի լավ է ուրեմն, որ հայերը մեռնին, քան թե զորանան և քրիստոնեությամբ դիրեն այդ հողատարածքին վրա։ Ցեղասպանությունը տեղի ունեցավ ոչ թե որովհետև անոնք մեզ գադեին, այլ որովհետև մենք Քրիստոսը կներկայացնեինք այդ շրջանի մեջ, և չար Սատանան այդ գադե։ Սատանան նաև գաբրի առաջնորդներուն մտքերուն մեջ և կգործե անոնց միջոցով։ Ահա թե ինչու մեր պայքարը բարձր տեղերու իշխանություններուն թեմ է և ոչ թե անհատական մարդոց։ Հոգևոր պատերազմ է մեր շուրջը ամենուրեք։ Անոնք կուքան ոչխարի հագուստներով, ու մենք իբր ժողովուրդ կհավատանք իրենց։ Միշտ արթուն եղեք, հաճախ կհիշեցներ Հիսուս։ Ասիկա մշտական պայքար մնե բարին և չարին միջև, առաջին օրեն պիվեր, բայց դժբախտաբար ժողովուրդներն ու ազգերն են, որ զոհ կերտան այդ սարքված աղետներում։ Աստվածաշունչը գսե, թե Աստված իր կամքին համաձայն կրնա թագավորներ կանգնեցնել և ուրիշներ ալ գործանել։ Սատանան ալ իր կարգին կրնա, իր մարդիկը ունի։ Զգույշ եղեք, որպեսզի չհապվիք Հիսուսով։ Իսկ թե ինչու պատահեցավ այդպես, քանի որ մարդը մարդուն վստահեցավ։ Հայերը այդ բարձր դիրքի իշխանության վստահելով իրենց վիզերը և ճակատագիրը հանձնեցին անոնց և բոլորս կտեսնենք, թե արդյունքը ինչ կլա, երբ վստահիս մարդունը խոսքին։ Միմիայն Աստված է, որ ճշմարիտ է ու հավատարիմ, և իր խոսքերն ու խոստումները հավիտենական են ու հավերժ։
Փառք Տիրոջ, որ մեկ բան արդար դուրս ելավ ու ամուր մնաց այդ աղերեն, անալ մեր հավատքներ։ Մենք քաջադեղյակ ենք, որ մեր նախահայրերը եղած են Քրիստոսի առաջին իսկ մարտիրոսներ են, Վարդան Մամիկոնյանեն սկսյալ։ Հայերը վճռած էին հավատարիմ մնալ Աստուծո։ Մեր հավատքը միշտ եղած է հասուն Աստուծո հանդեպ։ Հայերը հաղթած էին հոն, Աստուծո խոսքին վստահելով միայն։ Որքան հաղթցրեք ու խոսքդ իմ կիմքիս, մեղեն ավելի անուշ։ Մեր դարակրիալները միայն այդ խոսքով էր, որ թիմացան անաբադի սովին ու ծարավին։ Խոսքը կյանք կուտա, որ գարինաս վերաբրիլ ու թուրս կարգու ծավալի իրավիճակետ։ Այո, մեր բարակաները գրնան լալ թաժան և անարդար, ինչպես էր վիճակը դեր զորի ճամփուն, բայց մեր դերը անփոփոխ է, ան երբեք իր ծրագիրները չի փոխեր, աշխարհի սկիզբեն անքեզ ու ինձ ջանցած է, երբ աղետները կան մեր վրա, մենք կզարգուրինք և կմփոստանանք, Աստուծո թեմ, բայց ինք արդեն գիտերը լալիքը, և նախորոք ըսած էր մեզ իր խոսքի մեջ, թե աշխարհը դարաբանք կա, և պետք է ամուր մնանք մեր հավատքի մեջ։ Քիշերը լացուգոց կա, քիշերը, մութը, խավարը, սատանային աշխարհը։ Սակայն մենք պետք չէ լեցվենք ոխով և փառությամբ, քանի որ վրեժը Աստուծույնն է։ Մենք մեղավոր ենք և անկատար։ Հիշեցեք, երբ Հիսուս Մատթեոս 16:21-ի մեջ կպատմեր, թե ինչպես ինք պետք է որ Երուսաղեմ երթա, չարչարվի և սպանվի, ու երրորդ օրը հարություն առնե։ Ինչ եղավ Պետրոսի հավաստեցությունը, անհանդիմանելով Հիսուսին, ըսավ. «Քավլիցի դեր, այդ բանը քեզի չլա», այսինքն ուրիշ խոսքով, մի երկար դեր, ինչ գործ ունիս հոն, եթե քեզ պիտի սպաննեն։ Իսկ ինչ պատասխանեց Հիսուս. «Ելիս քնա սատանա, ինձի քայքակություն ես թուն, վասնցի Աստուծո բաները չես մտածեր, հապա մարդոց բաները»։ Կտեսնեք սիրելիներ, թե Պետրոս նույնիսկ մեծ հարության խոստումը անդեսեց, որ Հիսուս հոն հիշեց։ Ահա թե ինչու Աստված կսե, իր միտքերն ու ծրագիրները շատ հեռու են մարդոց մտածումներ են։ Խոսքը Հիսուս յանք արավ ու մեր մեջ ապրեցավ, որ տեսնենք, թե հույս կա ավակային, յանք կա մահեն ետ, ալավերիով յանքնա, միայն հավատանք և սպասենք։ Այդ չարչարանքը գրված էր, թե Հիսուսին, թե մեզի և բոլոր բարականերուն համար։ Հիշեցեք Պետրոսը և մտածեցեք, մեթե երբեք նույն վիճակի մեջ չեք եղած։ Երբ ուզած եք մեկուն երես ապտակել կամ անիծել, անարդարության ու պատճառով, որ պատահազեց ձեզի անձնապես և կամ այս աշխարհի վրա ընդհանրապես։ Բայց Հիսուս մեզ նոր բան մսորդեցուց, ըսավ. «Սիրեցեք ձեր թշնամիները, աղոթող եղեք անոնց համար»։ Եթե կսիրես միայն զանուն, որոնք քեզ կսիրեն, ապա ինչ տարբերություն ունի սկեղծավորներն։ Սա չի նշանակել, որ իրենց արարքներուն համար աղոթենք, այլ իրենց թարցին ու ապաշխարության համար, քանի չեն գիտեր, թե ինչ կնեն։ Հիսուս խաչապայտին վրա հիշեց այդ խոսքը։ Մենք արմինը իբր հայ ժողովուրդ և նամանավանդ քրիստոնյա ազգ պետք է մեր խաչերը շալվեինք լուր։ Երբ Հիսուս ըսավ քաչասիրտ եղեք, ես աշխարհին հաղթեցի, ամենից հետ կխոսեր որպես մարդու որդի և ոչ թե որպես Աստված։ Ինք իր փառքը թողնելով աշխարհ եկավ իբր մարդ, որպեսզի մեր տեսակետով վավերացնե մարդկային ցավերը։ Փառքը դա իրեն, որ մեր համար խոնարհեցավ ու մարդացավ, ուրեմն մենք ալ որպես մարդ կրնանք դիմանալ աշխարհին չարության, եթե ունենանք նույն հավատքն ու հավատարմությունը, որ Հիսուս Քրիստոս ուներ իր հոր հանդեպ։ Սիրելիներ, Աստուծո թույլ տալը, որ բան մը պատահի, դարբեր է իր կամքեն։ Գանենալը ուրիշ բան է, թույլ տալը ուրիշ բան։ Աստված իրեն հատուկ պատճառներով հաճախ կթույլատրե, որ որոշ բաներ պատահին, բայց այդ իր ցանկությունը կրնա չլալ։ Թույլ տալը ունի հետին ուժեղ նպատակը և այդ նպատակը վերջի վերջո կիրագործվի Տիրոջ կամքին համաձայն։ Առաջին համաշխարհային պատերազմին շուտով հաջորդեց երկրորդ համաշխարհային պատերազմը, որոնց ընթացքին ապրիլ 17, 1941-ին տեղի ունեցավ հրեաներուն ցեղասպանությունը, հռչակվելով 20-րդ դարու երկրորդ մեծագույն ցեղասպանությունը,
որոնցով կացին մոտ 6 միլիոն հրյա։ Միակ տարբերությունով, որ մեր հայոց նահատակները Քրիստոսով ննչած են և իրենցիները դակավին ոչ։ Հիսուս մոդեն չնայր այս դեպքերում ալհերաթիտագով, քանի որ ան ունի մեծ հերանադարը և ամբողջ հոր ծրագիրը իր ձեռքերում մեջ է։ Իրեն ու միայն իրեն դրված է Աստծո արքայության իշխանությունն ու Թադաստանը, ինչպես հայտնություն 5-ի մեջ կվգայի հրեշտակը այսպես. ով արժանի այդ գիրքը փանալու և ադորգնիկները քագելու, և սուրբերը երգեն քարնուգին ասելով, արժանի ես թուն այդ գիրքը առնելու և ադոնց գնիկները քագելու։ Վասնզի մորթվեցար ու քո արյունովդ մեզ ծախու արիր Աստուծո համար, ամեն ցեղե ու լեզվե և ժողովուրդ է ու ազգ է։ Ամեն։ Դարձյալ դերքնեմ, թե Հիսուս մոդեն չնայր դեպքերում, այլ հերվեն։ Ուրեմն եկեք, ետ տնենք մեր հերաթիտակները, և այս անգամ հերվեն ծիդելով զումալ տնենք, մտածենք մեծ վատկերի մասին և ոչ թե միայն այդ ներգային ապրիլ 24,915-ին։ Մտածենք, թե այդ դեպքերեն ետ նույն բաները գտնվեցան, այո անշուշտ։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ինչպես վերջացավ, հիշեցեք։ Ամերիկայի Միացյալ Նահանգները 1945 օգոստոս 6-ին և 9-ին ատոմական ռումբեր նետեց Հիրոշիմայի և Նագասակիի վրա։ Կհիշեք, որ հարյուրավոր հազարներով մարդ մեռավ։ Վայ մարդ Արարածին և իր հնարքներուն և չար գործերուն։ Ատոմականեն հետո ինչ, վերջ, աշխարհը խաղաղեցավ։ Թեկուզ այդ ժամանակի միջոցին, այո, բայց վերջնականապես հաստատ ոչ։ Մարդ Արարածը ինքն իր ուժերով հազարավոր տարիներ է իբեր չկարողացած այս աշխարհին խաղաղություն բերել։ Հիմա հանեցեք հերաթիտակները և նայեցեք ձեր շուրջը, այսօրվան աշխարհին, միջին արևելքին վիճակը, խաղաղություն կա։ Երեմիա 6:14-ին, Երեմիա 8:11-ին, Եզեկիել 13:10-ին մեջ, 3 տեղերն արգրված է։ Խաղաղություն, խաղաղություն լսեն ձեզի, երբ խաղաղություն չկա։ Այսօր կլսենք այդ խոսքերը, peace, 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 treaties, խաղաղություն կա։ Ուրեմն անոր համար է, որ Հիսուս Մատթեոս 6:9-13-ի մեջ մեզ սորվեցուց, որ աղոթենք ու խնդրենք, որ Աստծո թագավորությունը կա և իր կամքը ըլլա, ինչպես երկինքի մեջ, այդպես էլ երկրի վրա։ Երևակայեցեք, որ այդ խաղաղությունը, որ կգրե երկինքի մեջ, և տեսեք, թե ինչ հերույ է մեր այսօրվան աշխարհի վիճակեն։ Եվ ուրեմն դարձեք, որ մտահասնիկ այդ կետին, որ այս աշխարհը այդպես խաղաղ կլա, ինչպես որ Աստված կգամենա։ Հայտնություն 12:12-ին մեջ Աստծո խոսքը մեզ կզգուշացնե։ Ուրախացեք ով երկինք ու անոր մեջ բնակողները, բայց վայ երկրին ու բնակիչներուն, վասնզի փանցարգուն ձեզի իջավ, որ շատ փայլացած է, գիտնալով, որ քիչ ժամանակ պիտի գնար։ Այսօր եթե սկաք, ամենեն իր ուժեղ վիճակի մեջն է փանցարգուն։ Ամեն մարդոց տուները մտած է, բոլոր երեխաներուն միտքերուն, հոգիներուն մեջ մտած է, քանի որ դատված է, և ինքը գիտե, որ շատ քիչ ժամանակ ունի, պետք է արագ գործ է։ Մենք անոնու մասին պետք է լավ մտածենք, թե ինչպես պետք է զսպենք զինք։ Սիրելիներ, պատերազմներ միշտ եղած են աշխարհին, սկիզբեն և պատմության մեջ, բայց այդպիսի չարթերը, որոնք ցեղասպանություններ էին, պատահած են 1914-ին սկսյալ, այսինքն առաջին համաշխարհային պատերազմները սկսան ցեղասպանությունները։ Եկեք միասին տեսնենք, թե Հիսուս ինչ ասաց է անոնց մասին, Հովհաննես 24:6-ն սկսյալ։ Պիտի լսեք պատերազմներու մասին և պատերազմներու տարածայնություններ, զգուշացեք, որ չվրդովիք, որովհետև պետք է, որ աս ամենը ըլլա, բայց դեռ վախճանը չէ, որովհետև ազգի թեմ պիտի ելլե, ու թագավորություն թագավորության թեմ, և դեղ սովեր, ժանդախտներ, երկրաշարժներ պիտի ելլան, սակայն ասոն բոլորը ցավերուն սկիզբն են։ Այդ արքայության ավետարանը պիտի քարոզվի ամբողջ երկրակցության մեջ իբր վկայություն բոլոր ազգերուն և այն ադեմ վախճանը պիտի կա։ Իսկ այս բացատրությունը երբ և ինչու տվավ Հիսուս պարզապես, երբ որ իր աշակերտները հարցուցին,
Ասեմ մեզի վարդապետ երբ պիտի ըլլա ադիգա ու ինչ պիտի լա նշանը քու քալուստիտ եւ աշխարհի վաղճանին։ Ուրեմն սիրելիներ աշխարհի վաղճանին հաջորդող մեծ դեպքը պիտի լա Աստծո արքայության հիմնադրությունը եւ ինչքան մոտ է 30-րդ համարի մեջ Հիսուս կսե երբ տեսնենք այս բոլոր բաները գիտեք թե մոտ է դռներում քով այցեք ինչքան մոտ է թուրը մեզի Այո սիրելիներ 2000 տարիներ անց էր Հիսուսի ասխոսքերում բայց ինքը խոսեր որպես վերջին օրեր քանի որ մեկ օր Աստծո քով 1000 տարի է եւ 1000 տարինը մեկ օրվան պես ուրեմն ինչ կնանք եզրափակել վերջին 100 կամ 111 տարվա մասին այսինքն մեր ցեղասպանության են սկսյալ մենք արդեն կապրենք օրվան վերջին ժամերը իսկ իրավի Հիսուսի քալուստը շատ մոտ է գիշերը լաց կա բայց արագոտ ուրախություն վերաբրիլ վերածնիլ նոր հոգի նոր սիրտ նոր միտ ապաշխարություն եւ վճռական նվիրում Աստծո Հովանես 3:5-ի մեջ Քրիստոս Նիկոդիմոսին հիմնական հայտարարություն մահրճագեց ասելով ճշմարիտ կսեմ քեզի եթե մարդ նորեն չծնանի չի գնար Աստծո թագավորությունը տեսնել Հիսուս իր առաջին քալուստով հեռավորիցը իր հետ որովհետեւ մարդկությունը որ խավարի մեջ կապրեր Քրիստոսով լույսի ճշմարտությունը ճանչնար Հաբա իր երկրորդ քալուստին անմիդիկա իր լույսով փրկելու աշխարհը Ինչպես կայծակը երբ կփայլի երկինքին մեկ կողմը մինչև մյուս կողմը գերեվի այդպես էլ պիտի լա որդի մարդու իր քալուն օրը Ղուկաս 17:24 Ամեն եկու Տեր Հիսուս Ուրեմն վայան մարդուն գամ մեզի Եթե մեր լույսը դրածենք այս աշխարհին ղեկավարներուն որոնք կվարվին ինչպես Ըրա Բաբելոնի թագավոր Նաբուկոդոնոսորը երբ ըսավ ասի չէ մեծ Բաբելոնը զոր ես շինեցի իմ զորությանպես իմ փառքիս համար անհբարտացավ քորոզացավ ու փառքը իրեն վերապրեց նայեցեք շուրջերից տեսեք թե այսօր նույն այս հոգին ունեցողներն են որ իշխեն մեր այսօրվան աշխարհին վրա Վայ մեզի, եթե իրենց հավատանք։ Դանիել մարգարեն երկրորդ գիրքի մեջ 34-րդ համարեն սկսյալ Նաբուկոդոնոսոր թագավորին կբացատրե իր երազը։ Թուն գնայիր, երբ քարը կլորվեցավ առանց ցերքի ու այն արցանին երկաթե ու գավե ոտքերուն զարկավ ու զանոնք փշրեց։ Այն ադեն երկաթը, գավը, բղինցը, արծաթն ու ոսկին մեկտեղ փշրեցան եւ ամարվան գալերուն մղերի վես եղան։ ու հողը զանոնք դարավ, ու անոնք ամենևին դեղը չգտնվեցան, բայց արցանին զարնող քարը մեծ լերմ եղավ ու փոլոր երկիրը լեցուց։ Հիմա մեկնաբանությունը 44-րդ համարի մեջ։ Այն թագավորներուն օրերը երկինքի Աստվածը ուրիշ թագավորությունը պիտի հանե, որ հավիտյան պիտի չավերվի, այս թագավորությունը ուրիշ ժողովրդի պիտի չթողվի, անիկա այս բոլոր թագավորությունները պիտի փշրե ու պիտի հալցնեն ու ինք հավիտյան պիտի մնա։ Թուն առանց ցերքի լերենեն գդրած քարը տեսար եւ անիկա երկաթը բղինցը գավը արծաթն ու ոսկին փշրեց։ Մեծ Աստվածը ասկե ետքը ինչ ըլլարի թագավորին կիցուց ու երազը ճշմարիտ է եւ անոր մեկնությունը վստահելի։ Ամեն։ Աստծո խոսքը շատ վստահ է, թե ամեն կառավարություն պիտի փելի ու միայն Աստծո թագավորությունը պիտի մնա անսասան։ Անկամ եւս Աստված իր ծրագիրը պիտի հայտնի մարդկության Թե ինչպես որ իր որդին ղրգեց աշխարհ, որ սկիզբի մեղքն ու մահը վերցնե, նույնպես այլ դարձյալ պիտի ղրգի աշխարհ, որ իր թագավորությունը հաստատե ու վերացնի բոլոր մյուս ուժերը, որ այսօր իշխեն մեր աշխարհի վրա։ Հիսուս անդադար մեզ սա քարոզեց. նախ ընտրեցեք Աստծո թագավորությունը եւ անոր արդարությունը ու ձեր բոլոր պետքերը պիտի դրվին։ Իսկ ինչ են ձեր պետքերը։ Ուտելիք, առողջություն մխիթարություն, մտքի հանգստություն, այսինքն մեկ խոսքով խաղաղություն։ Իսկ ով կնադալ այդ խաղաղությունը, եթե ոչ ինք խաղաղության իշխանն ու դերը, որ ինք պերնով ըսավ, թե իր խաղաղությունը այս աշխարհին չէ, եւ այս աշխարհը չճանչնար զան։ Դեր դուր մեզ քո խաղաղությունը։ Մարդկությունը իր կյանքի բոլոր հանգրվաններուն եւ բոլոր բարականերուն մեջ Պետք ունի խաղաղության։ Ըլլա ուրախ օրերուն,
շուտ անցնեն ու վերջ գտնեն։ Ըլլա դխուր էր օրերուն, երբ նեղության մեջ է և անել վիճակ մունի։ Խաղաղություն պետք ունի, երբ հիվանդ է ու գվախնա հետևանքեն, երբ աղքատ է ու անջար, և երբ մահամերձ է և գամալ երբ սգավոր է։ Մարդը եթե խաղաղություն չունենա, չդիմանա ցավերուն և այլ ավելիով կդարավի։ Գադարյալ խաղաղությունով կբահես զայն, որում միտքը քեզ մեկ ախյալ է, որովհետև քեզի կվստահի։ Եսայիա 26:3 Աստվածաշունչեն համար մն է, որ կխոստանա թե Աստված գադարյալ խաղաղություն կտա անոնց, որոնք իրենց միտքը հաստատ կերպով իր վրա կետրոնացուցած են։ Նույնիսկ Հիսուսի աշակերտները բաղծած էին, հոգնած ու շվարած, երբ Հիսուս երևցավ իրենց և խաղաղություն բերավ, որպեսզի պատրաստ ըլլային զինվելու սուրբ հոգվով ու անոր հանձնվելով, պատրաստ ըլլային իրեն քալ խաչի ճամփան բռնելու։ Երբ աշխարհին վրա հերվեն նայիս, պիտի տեսնես, թե այս բաները պետք է պատահին, որպեսզի մենք Աստուծո թիմենք և աղոթենք, որ իր թագավորությունը կա, որպեսզի բոլոր ազգերը տեսնեն, թե այս աշխարհի մեջ խաղաղություն չկա, եթե վերևեն տրված չլա։ Իր թագավորությունը պետք է կա և իր կամքը կատարվի երկրի վրա, ինչպես երկինքի մեջ է։ Արդյոք ինչի կսպասի Աստված, մինչև հիմա ու չի մճամտեր։ Ան կսպասե, որ մարդիկ ապաշխարեն, նախքան իր դատաստան։ Ան կսպասե, որ քու և իմ սիրելիներս դարձիքան։ Ան կսպասե, որ ամբողջ աշխարհը գիտակցի, թե ինքն է այս աշխարհին Աստվածը և քեր իշխանությունը իրեն կպատկանի միայն։ Վերադառնանք ծննդոց մեկին, և Աստված տեսավ, որ ամեն ինչ շատ լավ էր։ Ուրեմն ատամենը սկսյալ մարդիկ են, որ այս երկիրը թեր կքանթեն։ Այլապես մենք թրախտի մեջ պիտապրեինք։ Այդ գեղեցիկ թրախտը իր մեջ կբարունագեր գենած ծառը, որ Աստված պաշտպանեց մարդուն անգումեն ետք։ Երանելի այն մարդը, որ Քրիստոսով դարդարանա, այդ հավիտենական գենած ծառեն բաժին ունենա։ Ստեղծագործության 6 երկար օրերեն յետ Աստված 7-րդ օրը հանգստացավ իր բոլոր գործերեն, և Աստված 7-րդ օրը օրնեց ու սրբացուց զանիգա, վասնզի անոր մեջ հանգստացավ իր բոլոր գործերեն, որոնք ստեղծագործության մեջ կատարած էր։ Սիրելիներ, Աստծո այս հրաշալի ստեղծագործության արդեն անցած է 6000 տարի, այսինքն 6 օրեր, և շուտով պիտի գա 7-րդ օրը, Աստծո հանգիստի օրը։ Մեր աշխարհը, որ ինքը ստեղծեց, արդեն 6000 տարի է, որ կդարավի, այլ հոգնած է և հանգիստի պետք ունի։ Մենք ամեն օր պետք է աղոթենք, որ Աստծո խոստացած հանգստության մեջ մենք այլ բաժին ունենանք։ Ան աշխարհը չստեղծեց, որ դաբալի, այլ որ հավիտյան մնա։ Սաղմոս 96:10 մեջ կվգա է, թե դերը կթագավորե, աշխարհն այլ հաստատած է, որպեսզի չսասանի։ Ու երբ ան զայն նորոգե, ան մեզ կխոստանա իր խոսքի մեջ հայտնություն 21:4 մեջ, և ինք անոնց աչքերեն ամեն արցունք պիտի սրբե, այլևս ոչ մահ գոյություն պիտի ունենա, ոչ սուգ, ոչ ողբ, ոչ ցավ, ոչ այլ հոգնություն, որովհետև նախկիները անցան ու կացին։ Փառք ու պատիվ մեր Աստծուն իր հրաշալի խոստումներուն համար։ Շատ խոսք չունի մսելիք Ջենի քույր այս սկանչելի պատկամին և ժամանակին համար իսկապես Աստվածով ամեն բան բարի է, բայց մենք ինչերինք ապրեցինք, ցկեցինք, Աստված թագավորություն ունի, սիրելիներ, այսօր հստակ լսեցիք, Քրիստոս եկավ, որ մենք այդ թագավորության մեջ մտնենք։ Եթե գա անցմը հոզ կամ այս անց, որ դարավին իր սիրտը Քրիստոսի չէ դված, բարդագանը լանք ադիգա ընելու, որովհետև մեկ անգամ է մահը անգե ետքը թադաստան, պատրաստ ես
Այդ տադաստանը հանդիպելու երեսա երես քու ստեղծիչ աստծու հետ փառք Ալլա այս վատքամին համար հիմա կհրավիրեմ իմ երկու քույրերս Անին եւ Մարոն որովհետեւ մեր լումաները ստանան Քրիստոսի թագավորության հարաճացման համար Հատուկ շնորհակալությունը Զահակ Մեսրոպ, Հայ Քրիստոնյա Վարժարանի, Դիգին Մարալ Բոյաջյանի, Դիգին Ջենիին, Դիգին Ասղիկին, որոնք իրենց սիրովը եւ քուրքուրանքովը մեր հայ նոր սերունդը կսնուցանեն։ Դեր օրհնեցեզի, դեր միշտ հաստատ պահեցեզի, հաջողությամբ լեցնեն Զահակ Մեսրոպի ամեն մեկ քայլը։ Վերջին մեր երկով եւ Ջենի քրոջ աղոթքով պիտի ավարտենք այսօրվա սքանչելի մեր հուշադոնը ապրիլ 24-ի։ Սիրեներ, ոտքի վրա երկենք դեր գեցո շարականը եւ դերոշմեն խնդրենք, որ մի մեր հայացքին եւ բոլոր աշխարհին Սխալու ճիշտը եւ մեր հայացքը գետնացածը լավ ու բարակ
Ինչպես Պողոս Արաքյալը սա ժամանակն է արթնանալու կունեն, քանի որ մեր քրդությունը շատ ավելի մոտ է, ինչքան որ առաջ հավատացինք։ Կխնդրեմ, որ օգնես մեզի, որ կարենանք խավարի ճամփեն հեռանալ եւ Հիսուս Քրիստոսի լույսով ճամփին քալենք դեպի առաջ, քեզ վստահելով եւ քո ծրագիրները սպասելով։ Քրիստոսի անունով ամեն։